Այսօրին 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության 1992-ից 1993 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրն կալվելու համար։ Խոսենք իշխանության այն հայտարարության մասին, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է հաստատվել, որքանով է այդ խաղաղությունը հաստատվել, այն պայմանագիրը, որը նախաստորագրվել է, որքանով հնարավորություններ կա, որ այն կստորագրվի, եւ արդյոք այս խաղաղությունը երկարատև է, ինչպես պնդում է իշխանությունը։ Շատ վիճելի պնդում է անում Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով, որ նախաստորագրված հաստատուղթը ըստ էության արդեն խաղաղության լուրջ երաշխիքն է։ Ուրեմն խաղաղությունը հերմինը փայփայելով, գուրգրելով, բերկրանք ապրելով խաղաղություն չի հաստատվում։ Այդպես չի։ Այն էլ այնպիսի մի պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է, որը տարածաշրջանի ոչ պայմանագրաունակ մեկ պետությունն է, միակ պետությունն է։ Ադրբեջանը կարող այսօր փաստաթուղթ ստորագրել, վաղը նույնիսկ այդ փաստաթուղթը հաշված րոպեներ ժամեր հետո խախտել։ Բայց Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ։ Հետևաբար Ադրբեջանի հետ նույնիսկ ոչ թե նախաստորագրված, նույնիսկ ստորագրված խաղաղության պայմանագիրը կամ միջպետական հարաբերությունների պայմանագիրը մի պահ թողնենք այդ պայմանագրի բովանդակությունը մի կողմ, դա այդքան կարևոր չէ այս պահին։ Նույնիսկ Ադրբեջանի հետ նախաստորագրված չէ, նույնիսկ արդեն վերջնականապես ստորագրված եւ վավերացված պայմանագիրը չի կարող երաշխիք լինել խաղաղության երկարաժամկետ անշրջելի խաղաղության համար։ Սա ակնհայտ է։ Անկամ եթե Թրամփն է ներկա։ Տեսեք, Թրամփը ներկա, Թրամփը երաշխիք չէ։ Ավելին ձեզ ասեմ, եթե դուք նայեք օգոստոսի 8-ին Հայաստան, Միացյալ Նահանգներ ստորագրած 3 փաստաթղթերը, որոնք հուշագրեր են, այդ փաստաթղթերում բոլորի մեջ, եթե չեմ սխալվում, կետերից մեկը 5-րդ թե 6-րդ կետը արձանագրում են պարզ իրողություն։ Սույն հուշագրում արձանագրված դրույթները չեն կարող ընկալվել որպես պարտադիր իրականացման դրույթներ։ Այսինքն դա պայմանագիր չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները մեզ հետ խոսում է տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմավարական բնույթի բանակցություն, հարաբերություններ, համագործակցություն ձևավորելու մասին ըստ այդ հուշագրերի, բայց արձանագրում է, որ այս հուշագրերով ես որևէ պատասխանատվություն չեմ ստանձնում եւ խորհուրդ եմ տալիս, պայմանավորվում ենք, որ կողմերը, թե Հայաստան, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հուշագրերում արձանագրված դրույթները չեն դիտի որպես փոխադարձ պարտավորվածությամբ պայմանավորված դրույթներ կամ այդ հենքով գործող դրույթներ։ Սա խոսում է հենց Թրամփի երաշխավոր լինելու հանգամանք է։ Թրամփը մի նպատակ ուներ, որին կարծում եմ հասավ օգոստոսի 8-ին, դա որ այս երկու պետությունները ասեն մենք խաղաղության մեջ ենք եւ դիմենք միջազգային կառույցին, Նոբելյան մրցանակի այդ միջազգային հանձնաժողովին, Թրամփի Նոբելյան մրցանակ տրամադրելու կամ հատկացնելու համար, շնորհելու համար։ Սա էր Թրամփի հիմնական նպատակը, ինչ հետագայում կլինի, ինքն էլ նա նույնիսկ Հայաստանի տեղը չի իմանում, պարզ մենք հասկացանք, չէ՞ այդ բոլորը։ Այս վերջերս ասում էր Ալիևն ու մեկ էլ այն մյուսը անուններ չէ Ադրբեջանի նախագահ եւ մյուսը, չէ՞, ինչ-որ այդպեսի ուզում ասեմ խոսալ, բայց Հայաստան, Ադրբեջան խաղաղությունը, երկարաժամկետ խաղաղությունը երկու կարևոր հանգամանք է ենթադրում։ Անհրաժեշտություն է ենթադրում։ Առաջինը հակակշիռների ինստիտուցիոնալ adekvat կարողություններ, եւ երկրորդը միջազգային լուրջ երաշխիքներ, այսինքն ինչ որ մի ազդեցիկ խաղացող կամ ազդեցիկ խաղացողների խումբ պետք է դառնա այդ պայմանավորվածությունների երաշխավորը։ Պատահաբար չէր Մինսկի խումբը համանախագահողների ինստիտուտ մտցրել, չէ՞։ Այսինքն միայն այս պարագայում մենք կարող ենք արձանագրել հնարավոր, տեսեք ասում եմ հնարավոր Ադրբեջանի պարագայում հնարավոր քիչ թե շատ խաղաղ զարգացումներ, այսինքն կամ խաղաղություն անշրջելի։ Մեկ անգամ եւս ուզում եմ արձանագրել խնդրանքով, բերկրանքով, նորելուկին փայփայելու ակնկալիքներով խաղաղություն չի հաստատվում։ Սա լիրիկա է։ Ռեալ հողի վրա մեծ քաղաքականությունը մշակվում է կամ իրականացվում է երկու հենասյունի վրա։ Իրողություն,
հնարավորություններ։ Իրողությունն այն է, որ Ադրբեջանը ակնհայտորեն մեր ամբողջ սահմանի երկայնքով բոլոր ռազմավարական բարձունքները վերցրել է իր ռազմական հսկողության տակ, դրանովից ձևավորել սպառնալիք, իրական, գործնական սպառնալիք մեր տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ընդհանրապես պետականության վերաբերյալ, սա իրողություն է։ Իրողություն է նաեւ այն, որ Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում արևմտյան Ադրբեջան անվան տակ իր հավակնությունները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Սա իրողություն է։ Հիմա հնարավորությունները դիտենք։ Արդյոք Ադրբեջանը ունի հնարավորություններ ռազմական ճանապարհով, գոնե իրենց համար բաղձալի հատվածը Սյունիքը ռազմական ճանապարհով գրավելու, կարծում եմ այո։ Ընդ որում շատ այսպես ասենք, առաջի հայացքից շատ տրամաբանական մեկնաբանություններով առաջնորդվելով, ընդ որում տրամաբանական, ես նկատում միջազգային հանրության ընկալման տեսանկյունից։ Ինչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանը մեր պետություն համարում է ֆաշիստական պետություն։ Ադրբեջանը մեր իշխանություններին, այսօրվա գործող իշխանություններին էլ, չնայած խոսքը գնում է ամբողջ 30 տարվա ընթացքում անկախության շրջանում, անվանում է օկուպացիոն ռեժիմ։ Ադրբեջանը բոլորին, բացի Նիկոլ Փաշինյանից, համարում է ռևանշիստներ, հետևաբար եթե եւ ունենալով այդպիսի ռազմական գործողությունների իրականացնելու համար ռազմավարական գերակայություն, ինչպիսի մասին ես խոսացի սոցխոզնավար ամբողջ հատվածի առումով, ապա Ադրբեջանը ցանկացած պահ նույնիսկ ամենասահմանադրական ճանապարհով իշխանապողության պարագայում կարող է փորձել այդ ամենը ներկայացնել որ կազուս բելի, այսինքն պատերազմ սկսելու, որտեղ եկան իշխանության ռևանշիստները կամ այդ ֆաշիստական այդ դեպքում երբ որ տարածաշրջանի միակ ֆաշիստական պետություն Ադրբեջանն է։ Ադրբեջանի պետական քաղաքականությունը խարսխված է ռասիզմի վրա, այլոց նկատմամբ ատելության սերմանման վրա։ Սա է իրականությունը։ Հիմա այս պայմաններում ենթադրել, որ մի թղթի կտոր կրկնում է, որ ցանկացած պահ Ադրբեջանի նախագահը կարող է պատրել գցել մի կողմ, էնել առանց երաշխավորների ինստիտուտի պարագայում։ Այդ թղթի կտորը ներկայացնել հանրությանը որպես խաղաղություն, ես ձեզ բերել եմ խաղաղություն, կներեք, դա առնվազն անլուրջ է, առնվազն անլուրջ։ Ավելին ես ձեզ ասեմ, այն միտքը, որ տեսեք վերջի շրջանում, չեմ անում 170 օր, թե ինչ մի հատ տես չէ, սահմանի վրա, չգիտեմ, օգոստոսից հետո հաշվել 170 օր սահմանի վրա մենք ոչ մի միջադեպ չենք ունեցել, արդյոք դա կարելի է համարել Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում խաղաղության լուրջ դրսևորում կամ մտադրությունների դրսևորում քաղաքական ղեկավարների։ Ես ասում եմ ոչ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը եւ ձեր լսարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Դուշանբեում վերելակի մեջ ձեռք բերված պայմանավորվածություններում տևական ժամանակ սահմանների վրա իրավիճակը խաղաղ էր, բայց այդ ամենը ավարտվեց 44-րդ պատերազմով։ Հետևաբար փորձենք ամփոփել մեր զրույցը։ Որքան կտևի խաղաղությունը կարծում եք։ Խաղաղությունը ես նորել է խաղաղությունը անմիջապես խախտվելու է խորհրդարանական ընտրություններից հետո։ Անմիջապես։ Այս նորածինը վաղամեր, չէ, կապ չունի։ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում էլ է դա լինելու։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում էքսպանսիայի գործիքակազմը այլ կլինի, այսինքն մենք իրանք կպահանջեն, մենք էլ կասենք, բա եթե չտանք, կարող է պատերազմ։ Հիշում եք իրանցում ինչ էր ասում։ Եթե չզիջեմ, մինչև շաբաթվա վերջ պատերազմ սկսվի։ Այդ իր խոսքերն են։ Հիմա նույնն էլ անելու է ընտրություններից հետո։ Իսկ եթե ընտրություններից հետո իշխանության գան նոր ուժերը, ապա նա կփորձի նույն նպատակին հասնել այլ գործիքակազմ կիրառելով։ Բոլոր դեպքերում Ադրբեջանի գործող իշխանությունը, գործող ղեկավարությունը քաղաքական իր արժև խնդիր է դրել եւ համոզված եմ Ալիևին թվում է թե իր անունը իրենց ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու, նրա խնդիրն է հայոց պետականության աշխարհակաղակական դերակատարումը տարածաշրջանում զրոյացնել։ Հայաստան պետություն որպես ազդեցիկ գործոն, որևէ կարևորություն ունեցող գործոն աշխարհակաղակական առումով
տարածաշրջան պետք է չլինի։ Սա է Ալիևի ծրագիրը։ Եվ այս ծրագրին հասնելու համար գործող իշխանությունները նպաստում են։ Իրենց ամեն ինչով, իրենց քայլերով ամեն ինչով։ Հիմա դու կարծում եք զսպող մեխանիզմ կլիներ միայն այն, որ երրորդ կողմն ներգրաված լիներ այս բանակցություն որպես երաշխավոր։ Ոչ միայն։ Ուրիշ ինչ զսպող հանգամանքներ երաշխավորի ինստիտուտը դուք ճիշտ եք, ես այդ կարծում եմ, որ առանց լուրջ երաշխավորի միջպետական բանակցություններում ձեռք բերված պայմանավորությունները կյանքի կոչելու հավանականությունը էապես նվազում։ Բայց ՀԱԿ Մինսկի խմբի գործունեություններ հիշենք, որ խախտեցին եւ ուժի լեզվով լուծեցին, թեև նշված էր, որ պետք է ուժի լեզուն բացառվեր Արցախի հարցում։ Նայեք, դրա համար խոսքը գնում է երաշխավորի մասին։ Ոչ թե ես ասում եմ, հիմք պետք է ընդունենք միջազգային իրավունք, այսօր ցավոք սրտի ուժի կիրառումը, այսինքն ուժն է ծնում իրավունքը, սկզբունք ավելի գերակա է, քան միջազգայինորեն ճանաչելի շատ ու շատ իրավունքի նորմեր։ Ցավոք սրտի սա իրողություն է, որտեղ գլոբալ աշխարհը գտնվում է շատ այսպես տեկտոնիկ տեղաշարժերի մեջ, տեսնենք թե դա ինչով կավարտվի, դեռևս դեռ բազել չի, թե գլոբալ անվտանգային համակարգը ինչպիսին կլինի, իրենից ինչ կներկայացնի, բայց ուրեմն բոլոր պարագաներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարող են երկարաժամկետ հատվածում դառնալ կայուն կամ պայմանավորվածությունները կարող են կոչվել, եթե սա անհրաժեշտ պայմանն է, անհրաժեշտ պայմանն է, խնդրում ուշադրություն դարձնել, եթե լինեն երաշխավորներ, ընդ որում երաշխավորներ, որոնք տարածաշրջանում խաղաղությունը կայուն եւ աշրջելի ինստիտուցիոնալ առումով երաշխավորված խաղաղությունը կհամարեն իրենց համար գերակա տվյալ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կոնտեքստում։ Այսինքն դա անհրաժեշտ պայմանն է, բայց ոչ բավարար։ Բավարար պայմանը կայանում է ըստիս հետևյալում։ Հայաստանը պետք է բավականին լուրջ սեղանին դնի ապաշրջափակման իր ընկալումները։ Հիմա ինչը ես ի նկատի ունեմ, այն ինչի մասին հիմա խոսվում է, Մեղրի ու Խաչմերուկը չի, հիմա ես այդ մասին եմ ասեմ, այդ Մեղրի ու տարածքով Ադրբեջանին այսպես գնալ գալու հնարավորություններ տալու, հիշում եք իր խոսքը, կարծեմ Միացյալ Նահանգները Թուրան, ինչ են, թող գնան գան էլի։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանին հարց եմ ուղղում, հետո միտքս կշարունակեմ, այս տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որը բացծով ելք չունի։ Սևրի պայմանագրի ամբողջ իմաստը աշխարհաքաղաքական հավասարակշռության առումով կայանում է նրանում, որ Հայաստանին տալիս են սև դուրս գալու, բացով դուրս գալու հնարավորություն։ Մենք հիմա այդ հնարավորությունը չունենք։ Դե թող իր շատ մտերիմ ավագ գործընկերոջը դիմի Էրդողանին ես նկատում։ Խնդրի ասի, պարոն Էրդողան, դուք էլ եք գտնում, չէ՞ որ պետք է Մեղրիով ինչ-որ գնաք գաք։ Դե մենք էլ ուզում ենք մի հատ էլ հնարավորություն տվեք Գյումրիից մենք գնանք դեպի Տրապիզոն։ Մենք էլ գնանք գանք։ Թող ասի, տեսնեմ ինչ պատասխան կստանա։ Դե թող ասի, եթե խոսքը գնում է գնալ գալու մասին, եթե կարելի է արդյոք աշխարհաքաղաքական այս կարևորագույն խնդիրը տես պարզունակ ներկայացնել, խոսքը դե գնալ գալու մասին թող գնան ու գան։ Ես էլ հարց եմ տալիս, մեզ էլ պետք է բացով ելք ունենալ, դա մեզ համար լուրջ շնչառություն է բացելու։ Դիմի Էրդողանին, գիրքը ձեռքը բռնած հիացած նայում էր։ Դե դիմի ասա, պարոն Էրդողան, ախր բայց ճիշտ է, էլի մի հատ էլ Գյումրիից ինձ հնարավորություն տվեք դուրս գամ ազատ անկաշկան դուրս գամ Տրապիզոն։ Տեսնենք կտա, կընդունի որ դուք կարող եք գնալ գալ։ Հետևաբար մի րոպե, ես չեմ ուզում սրա վրա շատ կենտրոնանալ։ Ես տամենը օրինակ բերեցի, որ չի կարելի սեփական տարածքի նկատմամբ այլոց ցանկություններն ու հավակնությունները այդպես պարզունակ ներկայացնել։ Չի կարելի։ Նույնիսկ եթե դա անխուսափելի անհրաժեշտություն է, կրկնում եմ, տեսեք, նույնիսկ եթե դա անխուսափելի անհրաժեշտություն է։ Հիմա ըստիս որը պետք է լիներ բավարար պայմանը խաղաղության ապահովման։ Երկու բան, դա ապաշրջափակումն է, հիմա կներկայացնեմ իմ ընկալումները ապաշրջափակման կոնցեպտի հետ կապված եւ սահմանազատում սահմանագծումը։ Առաջինը, ինչ է նշանակում ապաշրջափակում։ Հերմինե, ինչու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որպես կետ մտցված էր նաև ապաշրջափակում։ Ինչու։
Ընդհանրապես նոյեմբերի 9-ի երրակողմ հայտարարությունը ինչի մասին էր։ Մենք կարող ենք առանց սխալվելու հավանականությամբ պնդել, որ նոյեմբերի 9-ի երրակողմ հայտարարությունը դա հրադադարի մասին էր եւ հրադադարը անշրջելի դարձնելու միջոցառումների մասին էր։ Այսինքն, եթե պատկերացնենք մի բան նոյեմբերի 9-ի երրակողմ հայտարարության մեջ բոլոր կետերը կատարված լինեն կողմերի կողմից, բոլորի կողմից, ապա հրադադարը պետք է լիներ կայուն, անշրջել, հետեւաբար հիմք պետք է դառնար խաղաղության համար։ Սա էր նոյեմբերի 9-ի երրակողմ հայտարարության հիմնական իմաստը։ Այդ կոնտեքստում թեպետ մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը բոլոր կետերն է խախտել, բոլորը, առանց բացառության, բոլոր կետերն է խախտել, բայց նույնիսկ այդ պարագայում, այդ կոնտեքստում, այսինքն հրադադարը կայուն դարձնելու կոնտեքստում էր 9-րդ կետը հայտնվել, ապա շրջափակում, ընդ որում գրված էր երկու պետությունները կապող տնտեսական ենթակառուցվածքների բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապա շրջափակում։ Ինչու էր դա գրված, որովհետև իմաստը կանում էր հետևյալում, այդ երրակողմ հայտարարության հեղինակները շատ լավ հասկանում էին, որովհետև դուք հասնեք կայուն հրադադարի, ապա դու պետք է ստեղծես պայմաններ, հնարավորություններ, այդ թվում նաև ենթակառուցվածքային, որոնք կնպաստեն մի կողմից պետությունների, թշնամի պետությունների միջև տնտեսական երկուստեք փոխշահավետ տնտեսական համագործակցությանը, հետաբար եւ վստահության ձևավորմանը, որ շատ կարևոր է խաղաղության համար, որովհետև եթե ես ձեզ չեմ վստահում, ինչ էլ լինի, ես խաղաղությամբ մենք չենք կարող հասնել։ Հետաբար շատ կարևոր պետք է լիներ այդ տնտեսական ենթակառուցվածքների գործարկումը նպաստել երկու թշնամի պետությունների միջև տնտեսական համագործակցությունը, երկուստեք փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, եւ երկրորդ նրա կոնֆիգուրացիան այդ ենթակառուցվածքների պետք է այնպիսին լինի, որ կողմերից որևէ մեկը զերծ մնա գայթակղությունից, ուժ կիրառելով իրան միակողմանի օգուտներ կորզել։ Սա է ապաշրջափակման ամբողջ իմաստը։ Հիմա մեղրին, մեղրու այդ հատվածը այս որևէ պայմանի իմ նկարագրած չի բավարարում, չի բավարարում առհասարակ, որովհետև մեզ հաճախ ասում են, գիտեք, ինչ կա, այդ կերպ մենք կարողանանք, ասենք թե Նախիջևանով, Օրդուբադով իշտենք, հասնենք մինչև Պարսից ծոց, կամ ասենք թե գնանք բանով Ռուսաստան, ես ասում լավ, ենթադրենք դուք ճիշտ եք, չնայած հիմա ես այլ տարբերակը կառաջարկեմ, ենթադրենք դուք ճիշտ եք, արդյոք միակ տարբերակը, որը կբավարարի, ուշադրություն դարձրեք, երկուսի փոխշահավետ, երկուստեք փոխշահավետ տնտեսական համագործակցության ձևավորմանը եւ զերծ կպայի գայթակղությունից ուժ կիրառելով կամ այլ ճնշում գործադրելով փորձել կորզել միակողմանի օգուտներ, միակ տարբերակը մեղրին, ասում են ոչ, մեղրու 47 մեր բեռները, Հերմինե, ենթադրենք ուզում ենք ուղարկենք Ռուսաստան, մեր բեռները պետք է Արարատից, Երասխից մտնեն ադրբեջանական տարածք, ամբողջ Նախիջևանով անցնեն, հետո մտնեն մեղրու հատված 40 քանի կիլոմետր, հետո նորից Ադրբեջանով հասնեն մինչև Ադրբեջան-Ռուսաստանի սահմանային Դերբենդ քաղաքը։ Այս իմ նկարագրած տարածքը մոտ 850 կիլոմետր է։ Այդ 850 կիլոմետրի մեջ ընդամենը 40 քանի կիլոմետրն է Հայաստանով անցնում։ Մնացած բոլորը անցնում են Ադրբեջանով։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե Ադրբեջանը առանց որևէ այլ նպատակներ հետապնդելով, թեպետ շատ դժվար է դա, եթե իր 1 տոննա 1 կիլոմետր բեռնափոխադրումների սակագինը բարձրացնի, 5 ցենտով ենթադրենք։ Ուրեմն 800 կիլոմետր, որտեղ 850-ից 50-ն է մեր մնացած սա Ադրբեջանում, 800 մեր բեռնափոխադրողը, այսինքն մեր արտադրողը, արտահանողը, պետք է մենակ մի տոննա բեռը այդ տարածքով 4000 ցենտ ավել վճարի։ Էլ չեմ ասում, եթե մի հարյուրավոր տոննաներ ես օգտագործում։ Որպես կանոն նման դեպքերում պետությունները փորձում են բալանսավորել իրենց տնտեսական փոխազդելու կարողությունները։ Հիմա ես հարց եմ տալիս, մեր ապրանքը անցնում է Ադրբեջան տարածքով 800 կիլոմետր, իսկ մեր տարածքով ընդամենը 45 կիլոմետր։ Հիմա մենք այդ 45 կիլոմետրվա տարիֆն ինչքան պիտի բարձրացնենք, որովհետեւ կարողանանք բալանսավորել։ Ուրեմն հետեւաբար որևէ խոսք, երկու ստեկ փոխշահավետ
առևտրական, առևտրատնտեսական հարաբերությունների մասին տվյալ պարագայում անիմաստ է։ Իրականում այս Մեղրու Միջանցքի հիմնական նպատակը պարզ է։ Ադրբեջանը այդ կերպ ուզում է Նախիջևանով կապվել Թուրքիայի հետ, եւ թուրքերը չեն թաքցնում, չէ՞, հիմա Իգդիր, Նախիջևան, Շարուր, հիմա Շարուրը ոնց է կոչվում չեմ անում, Շարուր, Իգդիր, Ղարս։ Երկաթգծի 243 կիլոմետրանոց երկաթգիծը արդեն նախագծված է, հիմա կարծեմ 1.4 միլիարդ գումարել է վերցրել, որպեսզի կարողանան այդ շահագործվածքն կառուցեն, հանձնեն շահագործման։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ Մեղրու այդ միջանցքը 40 քանի կիլոմետրանոց, որ մենք պիտի կառուցենք։ Մեր բյուջեի հաշվին կառուցում ենք, ոսի Ադրբեջանը հարմարավետ միանա Թուրքիայի հետ, Ղարս հասնի։ Հիմա ես հարց եմ տալիս, որքան է դա տրամաբանական, որքան է դխում Հայաստանի շահերից, երբ որ կա մեկ այլ տարբերակ։ Նույն Ադրբեջանից բեռները Թուրքիա կարող են հասնել Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Ղարս։ Ընդ որում այս նկարագրածը 226 կիլոմետր, 260 կիլոմետր ավելի կարճ է, քան Բաքու Թբիլիսի Ղարսը, եւ նույն չափ ավելի կարճ է, քան Բաքու, Հորադիս, Մեղրի, Նախիջևան, Իգդիր, Ղարսը։ Այսինքն մեր տարածքով ապրանքաշրջանառությունը բեռնափոխադրումը անհամեմատ ավելի նպատակահարմար է մի կողմից, մյուս կողմից լավ, կարող է չէ Ադրբեջանը ասում մենք ձեզ համար չենք աշխատելու։ Լավ, ուրեմն տեսեք, արդյոք հնարավորությունները ազդելու եւ հակազդելու գոնե բալանսավորված են այս դեպքում։ Ես ասում եմ այո, Բաքվից մինչև Ղազախ 361 կիլոմետր, 400 կիլոմետր։ Իջևանից մինչև Նախիջևան ենթադրենք Երասխ, կամ ասենք թե Ախուրյան, չէ, մոտավորապես 300 կիլոմետր, 278 կիլոմետր։ Ուրեմն տեսեք, այնտեղ 400 կիլոմետր, մեր տարածքով բեռները պետք է մոտ գնանք 300 կիլոմետր։ Եթե նա սակագին փորձի բարձրացնել, մենք էլ կբարձրացնենք, հետաբար կբալանսավորենք այստեղից նրան միակողմանի ուժ գործադրել, ճնշում գործադրել, միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունը չեզոքանում է եւ մի կողմից եւ մյուս կողմից։ Սա է ապաշրջապատումը ամբողջ իմաստը։ Բայց արդյոք Ադրբեջանը Թուրքիան կհամաձայնվեն։ Չէ, մի րոպե։ Հիմա լավ հարց եք տալիս, բայց խնդրում չմոռանաք։ Բայց կա մի կարևոր հանգամանք եւս։ Այս կերպ իմ նկարագրած մարշրուտի երթուղու պարագայում Հայաստանը հայտնվում է նաև Չինաստանի մեկ ճանապարհ, մեկ գոտի այդ միջին միջանցքի վրա։ Էրդողանը շատ հաճախ է օգտագործում միջին միջանցք ասելով, ասում է Պեկին, Լոնդոն միջանցք։ Հայաստանը հայտնվում է այդ մեկ գոտի, մեկ այսինքն մենք դառնում ենք չինական մեգա ծրագրի, մեգա տնտեսական ծրագրի մի օղակ եւ Չինաստանը ակամայից այդ օղակի անխափան գործունեության մեջ իր շահերից ելնելով դառնում է շահագրգռված։ Այսինքն Չինաստանը ակամայից իր շահերից ելնելով դառնում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Կարող է դառնալ Հայաստանի այսինքն սա շատ էական նշանակություն ունի։ Այսինքն տեսեք, այն ինչ որ ես եմ առաջարկում, դա նշանակում է Հայաստանի աշխարհագրական դիրքը օգտագործել աշխարհաքաղաքական պոտենցիալ ձեռք բերելու համար։ Այսինքն դու դրանով դառնում ես աշխարհի ազդեցիկ խաղացողների համար հետաքրքրություն ներկայացնող օղակ, պետական կազմավորում, տարածք, ինչպես ուզում եք դրա անունը դրեք։ Այսինքն այս պարագայում մենք շանս ենք ունենում մեր աշխարհագրական դիրքը վերընկացում աշխարհաքաղաքական պոտենցիալի, որով մեր կարևորությունը ընդգծում է ազդեցիկ խաղացողների համար, թե Թուրքիայի համար, եթե հաջողվի, թե ասենք թե Չինաստանի համար, թե Եվրոմիության համար եւ թե մնացածի համար։ Հիմա հարց, դուք հարց եք տալիս։ Իսկ եթե դրանք չեն համաձայնվել, բայց կներեք, եթե մենք գնանք իրենց համաձայնվելու ճանապարհով, դա չի նշանակում, որ ինչ ասում են այնպես պետք է անենք մենք։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ այդպես մտածում։ Եթե ես որևէ բան առաջարկեմ, նրանք չեն համաձայնվի։ Այդ դեպքում ինչ ասում են, ես անեմ։ Հետևաբար հարց. արդյոք իրավունք ունեն կամ կներեք, չասենք իրավունք ունեն, տրամաբանական է ենթադրել մի առաջարկ, որը շատ բխում է բոլորի շահերից, որտեղ դարձնում է իմ նկարագրած սխեման հայ-ադրբեջանական հարաբերությունները դարձնում է ոչ միայն կայուն,
ոչ միայն ժամանակի ընթացքում վստահելի, այլև դառնում է ինստիտուցիոնալ նախադրյալ հետագա խաղաղություն անշրջելի դարձնելու առումով, հետևաբար եւ շատ էական է ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Հիմա հարց. եթե ինչ որ մեկը տարածաշրջանի ազդեցիկ դերակատարման հավակնություններ ունեցող, դա կլինի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, թե Ֆրանսիան կամ Եվրոմիությունը, եթե իրենք ազնիվ են, շատ կարևոր է սա, խաղաղության իրենց նկարտումներում, այսինքն ձգտումներում, ապա ինձ պետք է մի բան ասեն. կներեք, պարոն Հարությունյան, ձեր առաջարկը խաղաղության առումով կամ խաղաղության հասնելու առումով աբսուրդ է։ Միակ տարբերակը Մեղրին է, իրենք դա չեն կարող անել, որտեղ ես շատ տրամաբանական բան եմ դնում սեղանին, չէ՞։ Հետաբար այն որ դուք ասում եք Թուրքիան ու Ադրբեջանը չեն համաձայնվի, իհարկե չեն համաձայնվի։ Խոսքը չի գնում արդյոք անենք այնպիսի քայլ, որ նրանք համաձայնվեն, այլ խոսքը գնում է այնպիսի քայլ անենք, որ խաղաղությունը այդուհանդերձ դառնա բաղձալի հասանելի եւ ընդ որում ոչ թե բերկրանք ապրելու շնորհիվ, այլ ընդհանրապես դա բխի բոլոր կողմերի, շահագրգիռ կողմերի կենսական շահերից, կենսական անհրաժեշտություններից։ Սա է իմաստը։ Հեշտ է սա անել։ Ոչ։ Հեշտ չէ։ Շատ դժվար է, բայց սա այլընտրանք չունի, ըստիս։ Եվ սրա այլընտրանքը Մեղրին չէ։ Օրինակ, ես գտնում եմ, որ տևական ժամանակ 5-10 տարի եթե ծրագիրը աշխատի, համագործակցությունից հետո կարելի է մնացած մասին խոսալ, եւ Մեղրու մասի եւ այլ մեծ, բայց սա աշխատի, որովհետեւ մենք սկսենք համագործակցել եւ սովորենք իրար հետ խաղաղ աշխատելու, խաղաղ համագործակցելու, սա շատ էական է։ Մինչեւ սա չլինի, հետաբար խոսալ խաղաղության մասին, այդ գիտեք, այդ նորելուկ, նորածին դրան պետքա փայփայենք, չման գուրգուրենք, կաթ տանք, ինչ անենք, այդ բոլորը լիրիկա է, դրանք հեքիաթներ են, դրանք լուրջ չի այդ ամեն ինչը։ Հետաբար ավարտելով խոսքից նաև այս մասը, խաղաղություն հնարավոր է մենակ մեկ դեպքում։ Աշուտ ես երկու դեպք ասացի։ Առաջինը, պետքա երկու պետությունների շահերից բխի խաղաղ համագործակցություն եւ հատկապես տնտեսական շահերից եւ աշխարհաքաղաքական նրանց բալանսավորված հետաքրքրությունների բալանսից եւ երկրորդ պետք է անպայման լինեն այդ շահերի պահպանումը կամ իրացումը երաշխավոր, որոնք նույն պետություններ, ազդեցիկ խաղացողներ, որոնք նույնպես շահագրգռված են ըստ տարածաշրջանի խաղաղությամբ։ Ես երկու պայմանը պետք է դրվի սեղանին։ Առաջինը դա մեր նախաձեռնությունը պետք է լինի, իսկ երաշխավորները հարցը պետք է ուղղակի միջպետական հարաբերությունների ուրեմն կոնտեքստում նայենք։ Սա ինչ վերաբերում է ապաշրջափակմանը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը այսօր ասուլիս է տվել եւ անդրադարձել է ճանապարհի ապաշրջափակմանը, նա համարում է, որ այդ ճանապարհը մեղրու որ կա, տրանզիտային մեծ ներուժ ունի եւ չպետք է տրվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ բացի այդ ասում է, որ այն 42-43 կիլոմետրը քիչ է, պետք է ավելի ընդարձակ երկար լիներ, հասներ մինչեւ Ռուսաստան, Ադրբեջան։ Այսինքն ըստ էության դեմ չէ գաղափարին, այդ մնում է որ իր խնդիրն է որ երկար լինի, որպեսզի Հայաստանը եւս օգտվի։ Ես լսել եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքը եւ ես հասկացել եմ իրեն հետեւյալ կերպ։ Ռոբերտ Քոչարյանը ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանով տրանզիտի միակ տարբերակը դա Մեղրին է։ Նա ելնում է դրանից։ Ես զարմանում եմ, որ նա այդպես է մտածում, եւ եթե դու ենթադրենք իրականում ուրիշ տարբերակ չլիներ, ապա ես կասեի ճիշտ ասում նախագահ Քոչարյանը։ Եթե 42 կիլոմետր, ապա թող Նախիջևանի ամբողջ գիծն էլ վեսնի Տրամպի իր հսկողության տակ, գոնե տես մենք կունենանք երաշխիք, որ հավասար կամ բալանսավորված վիճակում կհայտնվենք։ Բայց իմ վեճը տվյալ դեպքում անհամաձայնությունը Քոչարյանի մոտեցմանը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով արդյոք Մեղրու տարբերակը կարելի ավելի բարելավվել, այլ նրանով, որ ես գտնում եմ, որ Մեղրին տրանզիտի միակ տարբերակը չի, ոչ միայն տրանզիտի միակ տարբերակը չի, այլ տրանզիտի որևէ տարբերակ չի դա։ Ես այդ եմ ասում, որովհետև Մեղրին մեզ ոչինչ չի տալի, ինչպես մենք շրջափակված ենք այսօր, Մեղրու այդ հատվածի գործարկումից հետո շարունակել ենք նստած լինել տարածաշրջանի մայթեզրին, բորդյուրին ու տեսնել, թե ոնց են ուրիշները գնում գալիս։ Սա է, Մեղրին չի կարող ապագա ունենալ։ Միակ տարբերակը Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Երևան, Նախիջևան կամ Վանաձորով դեպի
Գյումրիով Ղարս, սա է, ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Իսկ ինչ անվտանգային խնդիրներ են ներառում այս ճանապարհը, որը որ արդեն որոշված է, Թրամփի ուղի է կոչվում, պայմանավորված է, այսպես ասենք։ Նույնիսկ պայմանավորված էլ չի, ուրվագծված է։ Լավ, ուրվագծված է։ Ուրվագծված, դա որոշում չի։ Որոշել են Թրամփի ուղի։ Որոշում չի, դաժե նույնիսկ Թրամփը չի իմանում ինչ պետք է անի։ Տրամպին էլ հասկանալի չէ ինչ են իրանից ուզում։ Իրան պետք էր որ հասներ նրան, որ իր ներկայությամբ այս երկուսը իրար ձեռ սեղմեին ու ասեր սա եւ նա, կոպիտ ասած, հա, արդեն խաղաղության մեջ են, շատ խելոք գործ արեցինք եւ այլն, ես էլ կարող եմ հավակնել հերթական 6-րդ, այսպես ասենք, խաղաղության բաններ, որ ես գործարքներ, որ ես արեցի, ես էլ կարող եմ հավակնել Նոբելյան մրցանակի։ Էսա Տրամպը ուրիշ բան չի արել։ Հետաբար այդտեղ ոչ որոշում կա, նույնիսկ ուրվագիծ էլ մեծ բանով երևակայության պայմաններում պետք է ասել։ Իսկ անվտանգային հարցերը ինչ խնդիրներ է առաջացնում, օրինակ Քոչարյանը կոնկրետ խնդիր է տեսնում Իրանի հետ կապված, որ վերահսկելու է Իրանը, Իսրայելն է ասում շատ շահագրգիռ է կրկին Իրանի դեմ գործողությունների հարցում։ Դուք անվտանգային ինչ խնդիրներ եք տեսնում։ Չէ, անվտանգություն ասելով, այն ինչ որ ես խոսում եմ, դա հենց անվտանգության մասին է։ Ինչ նշանակում է անվտանգություն։ Դա նշանակում է սպառնալիք կամ մարտահրավեր, որը կարող է վտանգել քո տարածքային ամբողջականությունը, սահմանի անձեռնմխելությունը, վերջնաշով քո պետականությունը։ Համաձայն եք, որ այսպես պետք է հասկանանք անվտանգության մարտահրավեր կամ սպառնալիք ասելով։ Հիմա իմ ամբողջ ասածը դա էր կայանում։ Եթե դուք մեղրիով անխոչնդոտ, ինչպես ուզում եք հետագայում մեկնաբանեք, Ադրբեջանին տալիս եք հնարավորություն, որ ինքը կապնվի Նախիջևանով Թուրքիայի հետ, դուք ըստ էության Հայաստանին խորացնում եք Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքը գործոնը, նվազեցնում եք Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավորությունները եւ ըստ էության չեզոքացնում նրա տրանզիտի հնարավորությունները, սա է։ Դրանից ավելի վտանգավոր ինչա պետք։ Հետևաբար խոսքը գնում է նորից եմ կրկնում։ Այն ինչ որ ես հիմա ձեզ ասում եմ, ես խոսում եմ Հայաստանի անվտանգության տեսանկյունից եմ ներկայացնում իմ մոտեցումը։ Եթե անվտանգ ասելով հասկանում ենք երկարաժամկետ հորիզոնում բոլոր հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու Հայաստանի կողմից, չեզոքացնելու կամ մեղմելու ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում։ Եթե մենք անվտանգություն սա ենք հասկանում, ուրեմն մեղրին որևէ մի կերպ դրան չի նպաստում, ավելի նոր խնդիրներ է ստեղծում։ Կապրենք կտեսնենք, Աստված միարասիտ, այդ խնդրեմը այն է, որ մեզ ըստ էության ոնց ոչ ոք բանի տեղ չէր դնում, մեր կարևորությունը չէր զգում իր մեգածրագրի իրականացման մեջ, շարունակել է նույնպես կարևորություն չզգալ։ Ավելին, ընդամենը կարևորվել է մեր հարավային հատվածը։ Սյունիքը։ Իսկ որ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտ իրենց հավակնություններն ունեն տարածքային։ Դա որովհետեւ մեկի համար գաղտնիք չի։ Նույնիսկ քարտեզներ են մարդիկ հրապարակում, չէ՞, այդ առումով։ Ինչի մասին է խոսքը։ Հետևաբար, եթե քո տարածքը դու նպաստում ես մի քայլ ես կատարում, որով դու հեշտացնում ես, նպաստում ես, որսի քո տարածքի մի շատ կարևոր ռազմավարական կարողության կտորը հայտնվի այլ քո թշնամի պետությունների ուղղակի ռազմական, քաղաքական, տնտեսական ազդեցության տակ, էլ դրանից ավել էլ ինչ վտանգ եք ուզում։ Հիմա դուք կարծում եք պայմանագիրը վերջը կկնքվի միջև ընտրություններ եւ այս կերպ նաեւ Փաշինյանը կարող է ամեն դեպքում արդյունք ցույց տալ ընտրություններից առաջ։ Պայմանագիրը ձեռնտու չի Ալիևին։ Դուք ասում եք ամեն դեպքում։ Բայց ձեռնտու է որ Փաշինյանը վերընտրվի։ Փաշինյանը առանց պայմանագիր ընտրվելու են իրանց հաշվարկում Փաշինյանը մենք անես բանը մենք քանի պատերազմական ռազմական գործողություններ չենք սկսի Փաշինյանի շանս գտանք որ ինքը այդ նախաստորագրածը ներկայացնի իր հանրության որպես խաղաղության աներկբա ձեռքբերում սա էլ շանս Փաշինյանի ընտրվելու համար ընտրվելուց հետո ինչ կուզենք կտա ինչը պատել իրենց նկարտումները Հերմին է Հայաստանի հանդեպ չեն փոխվում ուղղակի գործիքակազմն է փոխելու Փաշինյանը կլինի պրոստը մի հատ հուշտ կանենք կամ հո կանենք կասի տեսեք հանգած որ չզիջենք պատերազմ կսկսի եթե Փաշինյանը չլինի մեկ ուրիշը լինի ապա նրանք փորձեն այդ նույն նպատակին ասնել այլ գործիքներ օգտագործելով սա է տարբերություն չկա վտանգ չեն տեսնում որ Փաշինյանը չլինի մեկ ուրիշը լինի կարող են պայմանավորվածությունները որոնք կան կյանքի չկոչվեն շարունակություն չունենա
Էլ եք ասում, պայմանավորվածությունները որոնք կան, որոնք են այդ պայմանավորվածությունները։ Մեղրով եւ այդ Թրամփի ուղի։ Հիմա ասում եմ, լսեք, դե հիշում եք, մենք պայմանավորվել ենք Մեղրիով, որ պետքա մենք կապնվենք Նախիջևանի հետ ու դուրս գանք Թուրքիա, հիմա այս նոր իշխանությունները ասում են ոչ։ Արդյոք սա Ադրբեջանը կարող է օգտագործել որպես կազուս բելի։ Ես ասում եմ այո, բայց դա նոր իշխանությունները, ոչ թե ասում են ոչ, այլ առաջարկ են դնում սեղանին, թե որն է իրականում ապաշրջապակում եւ որը բխում է բոլոր խաղացողների, կարող է բավարարել բոլոր ազդեցիկ շահառու խաղացողների բանի ցանկություններին, որ տարածաշրջանը կայուն եւ խաղաղ լինի, ապա քեզ չեն ասի, գիտեք ինչ կա, դուք էսի չիմարություն եք ասում։ Խոսքը ոչ թե մերժելն է, այլ ալտերնատիվ եւ ճիշտ առաջարկ սեղանին դնելն է։ Նոր իշխանությունների նպատակը դա պետք է լինի։ Հասկանում եք, ոչ թե ոչ Մեղրիին, այլ այո ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակման կոնցեպտը պետք է լինի երկու ստեկ վստահություն ներշնչող, հետևաբար Բաքու, Ղազախ, Իջևան, ուզում եք Ռուսաստանից, որտեղից ուզում եք եկեք, Չինաստանից ապրանքը գալիս է Ղազախստան, Ղազախստանով պարոմով գալիս է Բաքու, Բաքուից գալիս է, իհարկե կարող է գնալ նաև Բաքու, Թբիլիսի, Անաքլիա, Բաքու, Թբիլիսի Ղարս, այո, բայց այսօր Բաքու, Թբիլիսի Ղարսը, կարծեմ բան է, ինչ են ասում, նրա բեռնվածությունը կազմում է հաշված տոկոսներ, չեմ ուզում թվերն ասեմ, այսինքն լիարժեք չի գործում։ Հիմա ես մի օրինակ էլ բերեմ, որ հասկանալի լինի, թե ինչու այ իմ նկարագրած երթուղին կդառնա իրականում մեկ գոտի, մեկ ճանապարհ այդ մեգա ծրագրի կարևորագույն օղակներից մեկը, կարևորագույն օղակներից ընդամենը մեկը։ Չինաստանը Եվրոմիություն տարեկան արտահանում է մոտ 700 միլիարդ եվրո ապրանք։ 700 միլիարդ եվրո տարեկան։ Այդ 700 միլիարդ եվրո ապրանքի 92.5%-ը նա արտահանում է ծովով։ Այսինքն անցնում է Մալակայի նեղուցով, գալիս են ասում են Աֆրիկան շրջանցում են, նոր բանում են Եվրոպա։ Դա հերմին է, ապրանքը նշանակման ճանապարհին ունեն մոտ 3-3.5 ամիս։ Ուրեմն դրանք ծախսեր են, շատ լուրջ ծախսեր են։ Չինաստանի այդ մեկ ճանապարհ, մեկ գոտի ճանապարհ գաղափարը ծագեց այն պահից 13 թվականին, երբ որ իրանք հասկացան, որ կարելի է վերգետնյա նոր երթուղիներ մշակել, եւ ինչքան հնարավոր է ավելի կարճ ճանապարհով, այլև կարճ ժամանակամիջոցում, հետաբար եւ ավելի կարճ ծախսերով, նվազ ծախսերով հասնել Եվրոպա։ Այդ երթուղիների ամբողջ իմաստը, այսինքն մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի ամբողջ իմաստը ծովային փոխադրումներից ինչքան հնարավոր է բերել վերգետնյա ցամաքային փոխադրումների ոլորտ։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Տեսեք, ասում եմ 92.5%-ը մոտավորապես տարեկան 20 միլիոն 20 ֆուտ, 12 միլիոն 20 ֆուտանոց կոնտեյներա ծովով ինքը ուղարկում Եվրոպա։ Հիմա այդ ծավալի ինչ տոկոս էլ որ ինքը վերցամաքային հնարավորություններ ունա, դա բաժին կասի եւ Վրաստանին, Բաքու, Թբիլիսի Ղարսին, եւ Հայաստանին, Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան եւ իմ ասած նկարագրը, եւ նաեւ Իրանին, որտեղ Իրանով էլ է գնալու։ Սա շատ էական է։ Այսինքն մենք իհարկե, եթե մենք ասում ենք մեր տրանզիտ հնարավորությունը մենք Մեղրին ենք դիտում, Ադրբեջանը իր մեջով անցնող բոլոր ծավալը կուղարկի Մեղրիով։ Իրան տենց է ձեռնտու։ Մեղրիով, որտեղ Մեղրին կդառնա իր համար իր ազդեցության լուրջ գոտի։ Խոսքը սրա մասին է։ Հետաբար կրկնում եմ նորից միտքս, ոչ թե անդիմության խնդիրը պետք է լինի ասել այո Մեղրին, բայց ասել գիտեք ինչ կա ավելի լավ տարբերակ Մեղրի, այլ ուղղակի ասել գիտեք Մեղրին միգուցե երրորդ, չորրորդ պլանում, էտապում միգուցե կարող էր օգտագործվել, բայց հիմա պետք է լինի Հայաստանի աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածելու ծրագիր, իսկ դրա ծրագիրը միայն եւ միայն իմ նկարագրած Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր եւ այլն։ Այս առաջարկին արձագանքել են ընդդիմությունից։ Ով ընդդիմությունից։ Ճիշտ ասած 1-2 արձագանք եղել է։ Ես պետք է ասեմ, որ այսօր իդեպ Քոչարյանն էլ էր եւ ոչ հանիրավի սրտնեղում եւ ճիշտ էր անում։ Պրոբլեմը գիտեք մեր իրականության նաեւ ինչն է։ Քաղաքական օրակարգը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին Նիկոլ Փաշինյանի ձևակերպումների հիման վրա ով է դա անում լրատվամիջոցները։ Դուք
ես որևէ մի թեզ հնչեցրեցի, որը կարող էր հիմք դառնալ ռազմական գործողություններ ծավալելու համար, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի կողմից։ Չեք կարող ասել, որ այդպես ես բան եմ ասել։ Դուք ընդհանրապես ձեր ասածը կարող է շատ լավն է, բայց իրենց դուրը կարող է չգա։ Ես էլ ասում եմ, ոչ թե լավն է, այլ տրամաբանական է։ Հարցը այսպես է, արդյոք տարածաշրջանի խաղացողները Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, իրանք Վրաստան շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ։ Այո թե ոչ, հարցը այսպեսին պետք է լինի։ Եթե այո, արդյոք եթե այո, ապա սա նշանակում է միջպետական այնպիսի հարաբերությունների ձևավորում, որոնք հնարավորություն կտան հնարավոր չափով զերծ մնալ ռազմական ճանապարհով նպատակներին հասնելուն։ Դուք կընդունեք խաղաղության նման բանաձևումը։ Այո թե ոչ։ Դուք լռեցիք, որտեղ դուք էլ չեք իմանում ոնց պատասխանել, չէ՞։ Իսկ պատասխանը մեկն է։ Այո, եթե կան հնարավորություններ ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների, այնպիսի որ կողմերի նպատակները տնտեսական բնական է, չէ՞, պետք է կարող են ապահովել երաշխավորել, ապա անկասկած պետք է տալ նախապատվություն դրան։ Հիմա այդ երկու թեզերից ելնելով իմ առաջարկը նախապատվության մասին է խոսքը գնում։ Ինձ մերժելու համար պետք է ասեն, գիտես ինչ կա, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Ես ընդհանրապես ասում եմ, սենց պետք է լինի։ Դուք իմ տակ պետք է պարկած լինեք։ Ինձ այդպես կարող են մերժել։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք արժանապատիվ խաղաղության մասին։ Արժանապատիվ խաղաղությունը խարսխված է լինում կողմերի, բոլոր կողմերից, հատկապես կողմերի օբյեկտիվ, բնականon շահերի հարգման վրա։ Չկա տարբերակ, չի կարող արժանապատիվ համարվել այն խաղաղությունը, որ տեսեք, հա, չտակ, հեսա ռազմական գործով, դա արժանապատիվ խաղաղություն չի։ Կամ զիջի ինչքան ուզում ես կկուն իշ մեկ ինչքան էր ձակերին տալիս։ Սա արժանապատիվ խաղաղություն չի։ Ուրեմն հետեւաբար խոսք կամ հարցադրում խոսքը գնում է արժանապատիվ խաղաղության մասին, այսինքն այնպիսի խաղաղություն, որը հնարավորություն կտա բոլոր կողմերին իրենց սեփական հնարավորությունները, կարողությունները օգտագործելով դինամիկ զարգանալ երկարաժամկետ հատվածում առանց սպառնալիք առաջացնելու իր հարևանի նկատմամբ։ Դուք դեմ եք նման բանաձևին։ Պարոն Էրդողան, պարոն Ալիև, դե թող պատասխանեն, ասեն այո, մենք դեմ ենք։ Ու մնացած առաջարկները Հերմինը իմ շարադրած գալիս են սրանից։ Ելնում են այս թեզից։ Խաղաղությունը պետք է բոլորին։ Իդեպ սա էլ պետք է արձանագրել, որ Հայաստանը տարածաշրջանի նորքի դրա մասին ասում է։ Միակ երկիրն է, որը բացով ելք չունի։ Եվ ցավոք սրտի երկար ժամանակ դեռևս մեր անվտանգ դինամիկ զարգացման հնարավորությունները միշտ պայմանավորված կլինեն մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Հետևաբար մեր խնդիրը, հայաստանյան իշխանությունների խնդիրը պետք է լինի այնպիսի քայլեր կամ միջպետական հարաբերությունների այնպիսի ինստիտուցիոնալ փոխհարաբերություններ ձևավորել, որոնք երկարաժամկետ հատվածում քո զարգացումը կամ նրանք չեն խոչընդոտի, կամ քո զարգացումը նրանց համար չի դառնա նոր սպառնալիք կամ նոր մարտահրավեր։ Սա հեշտ գործ չի, բայց կոնցեպտուալ առումով այս խնդիրը պետք է մենք լուծենք։ Որովհետեւ այս խնդիրը լուծենք, այն ասած ապաշրջապակման մոդելը պետք է դրվի շրջանառության մեջ եւ դառնա միջազգային խաղացողների համար, եթե կուզեք, հիմնական ուղենիշը։ Իսկ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի ներկայացրել եք ձեր կոնցեպտը։ Մհեր Գրիգորյանը հոյակապ տեղյակ է ամենից։ Եվ մանրամասներով է տեղյակ։ Որևէ արձագանք նաև այդ մասին նաև Փաշինյանը։ Դե ընդհանրապես։ Ես այդքանով Փաշինյանն չեմ խոսում։ Թեպետ Մհեր հետ էլ չեմ խոսացել, բայց ես իմ հնարավոր մեկնաբանությունները ուղարկել եմ իրեն։ Արձագանք չեք ստացել։ Պատասխան։ Իհարկե ոչ։ Իմիջիալոց ասեմ Հերմինե, նույնպիսի սկզբունքային մոտեցումներ ես ունեմ նաև սահմանազատման հարցում։ Սահմանազատումը նույնպես մեզ համար երկրորդ առանցքային կարևորության խնդիրն է։ Հասկանում եք։ Ուրեմն տեսեք, ապաշրջապակման վերաբերյալ իմ դիրքորոշում ներկայացրեցի։ Ես խորապես համոզված եմ, ապաշրջապակումը պետք է մեկ նպատակ հետապնդի Հայաստանի աշխարհագրական դիրքը փորձել վերածել աշխարհաքաղաքական կապիտալի, այսինքն դու դառնաս քո աշխարհագրական դիրքով
ուժեղ հետաքրքիր խաղացողների համար հետաքրություն, նշանակություն ունեցող միավոր տրանզիտ քո հնարավորություններով։ Ես դրա համար ներկայացրեցի։ Հաջորդը, այդուհանդերձ քո հարևանների հետ դու պետք է ունենաս սահմանազատված, սահմանագծված սահման, որտեղ առանց միջազգայինորեն, այսինքն երկու պետությունների միջև պայմանագրորեն սահմանված կարգով սահմանի սահմանազատման եւ սահմանագծման պետության ատրիբուտիկան կիսատ է մնում, թերի է մնում։ Երբ որ մենք ասում ենք պետությունն ունել ՄԱԿ-ի անդամ, չէ, ընդհանրում ենք, որ իր սահմանները, իր հիմնական սահմանները, իր հարևանները արդեն կարգավորել են։ Հետո սահմանագծման հարցն էլ է շատ էական դառնում։ Մտածեք, այսօր Քոչարյանը շատ արդարև խոսում էր Ալմատի հռչակագրի եւ շատ ճիշտ էր ասում ինքը։ Օրինակ, Ալմատի հռչակագրի տակ կանգնած է դրված է եւ այն ժամանակ Ուկրաինայի ուրեմն պրեզիդենտի ստորագրությունը Կրավչուկ եթե ինչ-որ չի դավացում, նաեւ Ելցին եւ այլն։ Բայց մենք ենք հիշում այդ հռչակագրի մասին։ Բայց չգիտես ինչու, ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի մեջ Ալմատի հռչակագրի մեջ ոչ մեկը Ալմատի հռչակագրին չի հիշում։ Ինչու գիտեք? Որովհետև սա նույնպես նախապատմություն ունի։ Առաջին անգամ Փաշինյանը Ալմատի հռչակագիրը վկայակոչել է հետևյալ կոնտեքստում։ Բառացիորեն եմ ասում, ցույց եմ ասում, բառացիորեն չէ։ 91 թվականի իր խոսքերն եմ ասում, 91 թվականի դեկտեմբերի 8-ին ձևավորվեց ուրեմն ԽՍՀՄ կազմաքանդման Ալմատի հռչակագիրը, հա, եւ որի արդյունքում հենց ԽՍՀՄ համարվեց։ Ինչու խոսքը գնաց դրա մասին դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 8-ին ընդհանրապես տեղի ունեցել Բելավեժսկայա պուշ։ Այսինքն Ուկրաինա, Բելարուս եւ Ռուսաստան երեք նախագահները հավաքվել էին բանում Բելավեժյա բանում ու պայմանավորվեցին, որ այլևս իրանք համարում են, որ ԽՍՀՄ կազմաքանդված է գոյություն չունի։ Ինչու Նիկոլը դրան հղում կատարեց, որտեղ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցել Արցախի հանրաքվեն։ Ու եթե համարենք, որ ԽՍՀՄ կազմաքանդվել է դեկտեմբերի 8-ին, ապա դեկտեմբերի 10-ի հանրաքվեն իրավական որևէ ուժ չէր կարող ունենալ, որը տեղի ունեցավ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին ԽՍՀՄ օրենքի շրջանակներում։ Այստեղից էլ մեջտեղ եկավ, հետո իրան հավանաբար հուշեցին, որ գիտեք Ալմատի հռչակագիրը ոչ թե դեկտեմբերի 8-ին է օգտվել, այլ դեկտեմբերի 21-ին, բայց արդեն Ալմատի հռչակագիրը մնաց։ Հիմա հարց եմ տալիս, դուք կարդացել եք հավանաբար Ալմատի հռչակագիրը։ Ալմատի հռչակագրում ընդհանրապես երկու տող է վերաբերում տարածքների ամբողջականության, սահմանի անձեռնխելության։ Գրած է, կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ԽՍՀՄ ժամանակահատվածում իրանց միջև ձևավորված վարչական սահմանը որպես երկու պետությունների միջպետական սահման։ Էսա գրած այնտեղ։ Եվ ասում եմ մենք հիմք ենք ընդունում մեր սահմանագծման, սահմանանշման կամ սահմանազատման աշխատանքներում Ալմատի հռչակագիրը, սա մասն է, չէ՞։ Հիմք են դրել Ալմատի հռչակագիրը, այո։ Այսինքն այն սահմանը, այն վարչական սահմանը, որը գործել է Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջև դեկտեմբերի 21-ին 91 թվականի, այդ գիծը, այդ սահմանը մենք պետք է ընդունենք որպես միջպետական սահման։ Համաձայն եք թե չէ։ Սրա մասին է խոսքը գնում։ Դե եթե հիմք է դրվում, այո։ Այո։ Հիմա հարց. վարչապետ Փաշինյանը տեղյակ չի այն մասին, որ 79 թվականից 1979 թվականից մինչև 88 թվական հատվածում Մոսկվայի կենտրոնական կառավարության որոշմամբ եւ հանձնարարությամբ Ադրբեջանն ու Հայաստանը զբաղված էին իրենց սահմանի սահմանազատման, այն ժամանակ կոչվում էր սահմանաշման գործընթացով։ Ստեղծված էին երկու հանձնաժողովներ։ Մի հանձնաժողովը Հայաստանում ղեկավարում էր Վլադիմիր Մովսեսյանը, Վլադիմիր Միրանիչը։ Մյուս իրագործընկերը Ադրբեջան 900 կիլոմետրից ավել սահման են սահմանանշել ու սահմանազատել։ Դա Նախճեվան, Նախիջևանի հետ մեր սահմանը եւ ամբողջ Մեղրից մինչեւ նոյեմբերյան մեր սահմանը։ Այդ 900 կիլոմետրից ավել, 940 թե 50 քանի կիլոմետր։ Ընդհանրապես 6 կիլոմետրի վերաբերյալ, որ չեն եկել ընդհանուր հայտարարել։ Այդ ամբողջ սահմանի սահմանազատման ընթացքում 190-ից ավել
արձանագրություններ են կազմում։ Գիտեք, սահմանի նկարագրության։ Այս թուփից, այս քարից, այսքան քայլ, այս ուղությամբ, այս թուփ, այս քայլ, ասես նկարագրած 190։ Ընդ որում 190-ից ավել։ Ընդ որում ոչ միայն նկարագրվածը, այլև նաև հենասյուներն են, սահմանային սյուներն են խփվել։ Հիմա հարց. կարող ենք, ընդ որում այս աշխատանքները, երկու հանձնաժողովների աշխատանքները հաստատել են թե Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետության եւ թե Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության կառավարությունները հաստատել են, այսինքն իրանք ընդունել են այդ գծածը որպես երկու պետությունների միջև վարչական սահման։ 89 թվականի հունվարի 16-ին Մոսկվան էլ հաստատել։ Բայց թողնենք Մոսկվային։ Հիմա հարց. դեկտեմբերի 21-ի դրությամբ երկու պետությունների կառավարությունների կողմից ճանաչված սահման եղել է։ Ինչ նոր սահմանազատում։ Ինչու այդ փաստաթուղթը չեք ընդունում ինքը։ Սահման ոչ միայն սահմանազատվել է, նաև հենասյուրներն են խփված եղել։ Եվ ինչու հիմք չի ընդունվում։ Այդ պետք է դուք հարմար առնի Մայր Գրիգորյան եւ վարչապետին Նիկոլ Փաշինյանին ընդհանրեք։ Չգիտեմ։ Ես ավելին ձեզ ասեմ։ Եթե մենք սա հիմք ընդունենք ու առաջանա ինչ որ տարաձայնություններ վեճը չի բացառված։ Դրա համար կարող ենք օգտվել 2017 թվականի, տեսեք 2017 թվական դեկտեմբեր, ընդհանուր մի քանի տարի առաջ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարության կողմից պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում, հրատապ հարցեր եւ դություններ փաստաթղթում արձանագրված սկզբունքներով։ Այսինքն եթե դուք այդ վարչական սահման, որ երկու կառավարություններն ընդունել են եւ դուք էլ տակը ստորագրում եք, որ մենք համաձայն ենք Ալմատայի հռչակագրի հիման վրա սահմանազատման կամ սահմանագծման հարցերում, ուրեմն եթե դուք դա ընդունում եք ու ունեք տարաձայնություններ, եկեք դիմենք միջազգային գլոբալ անվտանգության ոլորտում միջազգային կարևորագույն հեղինակություն ունեցող մարմնի Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությանը։ Գիտեք այնտեղ ինչ էր գրած։ Շատ բարձ բաներ, որ ապակա սահմանը չի կարող կամ սահմանազատման սահմանագծման գործընթացը չի կարող տեղի ունենալ ուժի կիրառման կամ ուժիկի կիրառման սպառնալիքի տակ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե Ադրբեջանը եկել է գրավել է մեր սաղ բոլոր բարձունքները, ռազմական դա ուժի կիրառման սպառնալիք չի արդյոք։ Դե այո։ Ինչպես կարելի է այդ պայմաններում իրականացնել սահմանազատում։ Հարց ենք ուղղում Մայր Գրիգորյանին։ Այս տարական բաները նա չի հասկանում։ Չի գիտակցում։ Եթե չի հասկանում կամ չի գիտակցում, ինչու՞ զբաղվում այդ գործով։ Հաջորդը։ Ես հասկանում եմ ժամանակ ավարտումը, բայց ավարտենք սա։ Օրինակ ասենք թե նույն այդ 2017 թվականի իմ նշած քարտուղարության փաստաթղթում կա մի շատ կարևոր դրույթ, որ ապագա սահմանը չի կարող դառնալ նոր լարվածության եւ սպառնալի ռազմական գործողությունների աղբյուր։ Այսինքն դա պետք է լինի ձերբազատված բոլոր հնարավոր բացասական զարգացումներից կամ սահմանամերձ բնակավայրի բնակիչների սեփականությունը դուք պետք է հաշվի առնեք։ Չի կարող մարդու գոմը հայտնվի Ադրբեջանում, տունը հայտնվի Հայաստանում։ Ինչպես դա եղավ Սյունիքում, հիշում եք, չէ՞։ Կամ որ սրանք ասում են մենք սկզբունքներ, որոնք արձանագրված են այդ փաստաթղթում, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների բնականon կեսագործունեության բոլոր հնարավորությունները պետք է ապահովված լինեն։ Եվ փակագծի մեջ գրած է խոթարքներ, հարուտավայրեր, ջրամատակարարման գյուղատնտեսական այսինքն դուք այս սկզբունքները, որ եվրոպական ամենագլոբալ անվտանգության կարևորագույն հեղինակություն ունեցող մարմինն է առաջարկում, որում ընդունել է այդ փաստաթուղթը հատկապես հետխորհրդային տարածքի պետությունների միջև սահմանազատման համար։ Դուք այս սկզբունքներն էլ օգտագործեք արդեն Ալմատի հռչակագրով երկու պետությունների միջև ձևավորված սահմանը ամրապնդելու համար։ Ինչու՞ սա չի արվում։ Ինչու են ինձ ասում, եթե մենք իրանցում նրանց չզիջենք, ապա պատերազմ սկսվի։ Ինչու։ Հարցը կուղենք իրենց։ Կուղեք իրենց, լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս 1992-ից 1993 թվականի Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։